պատկերն է գլխավոր հատկագծի, որտեղ նկարագրված են փուլերը, ինչպես գիտեք լինելու են երկու մեծ փուլով, բայց առաջին փուլը իր հերթին բաժանվելու է փուլ 1.1-ի եւ 1.2-ի։ Առաջին փուլով պետք է կենտրոնանանք տարածքի արևելյան հատվածի վրա։ Ունենք նաև պատմության ժառանգության օբյեկտներ, այս գծերով կարող եք տեսնել, երբ գծերով, սա իրենց ներկայացնում է բնակատեղի, իսկ այս մյուսները դամբարադաշտեր են, սրանք հայտնաբերվել են դեռ սովետական տարիներին, բայց պեղումներ չեն իրականացվել, այդ իսկ պատճառով հիմա են այդ պեղումները իրականացվում, որպեսզի պարզ դառնա, թե ինչի հետ գործ ունենք։ Մաքրման աշխատանքները ևս բաժանել են փուլերի, առաջի փուլով կարմիրով նշված հատվածն ենք մաքրում եւ արդեն աշխատանքները իրականացում են։ Այստեղ ևս պատկերված է գլխավոր հատկագծը եւ ինչպես տեսնեք կան լանդշաֆտի տեսանկյունից տարբեր ֆունկցիոնալ հատվածներ։ Ունենք կլաստերային բակեր, ունենք մշակութային բակ, ունենք սպորտային բակ։ Հաջորդ սլայդում կարող եք տեսնել տեսակները, թե ինչպիսի լանդշաֆտային տեսակներ ենք ունենալու, օրինակ ունենալու ենք քարքարոտ հատված, ունենալու ենք քիչ խնամք պահանջող լանդշաֆտի տարածք, այսինքն այդպիսի բազմազանություններ ենք ապահովելու։ Կազմում է տարածքի արկա մաքրման ենթակա օբյեկտների կեսը, դրանք չտարբերակված են։ Դնում է շինարական աղբեր, բայց իրականում այնտեղ կան նաև կենցաղային տոկակներ եւ այլն, այսինքն ռեկուլտիվացման ենթակա չեն, բայց պաշտպանված է տարածքները պետք է մաքրել։ Այնուամենայնիվ ինչն է որ պարտադիր պետք է տեղափոխվի, ինչն է որ կարող ենք տեղում որևէ բանի համար օգտագործել։ Հողաթնդերը եւ քարաբուտերը նույնն են։ Այնտեղ անպայման պետք է առանձնացվի չտարբերակված շինախտը, որը գործնականում այդ առանձնացված աղբ կոչված 50%-ական է, այսինքն չտարբերակված շինախ պետք է այդտեղից մաքրվի։ Անվադողերը, մետաղի ջարդումները դրանք պետք է մաքրվեն։ Այս տարածքից պետք է տանենք ուրիշ տարածք, իսկ գիտենք որ պետք է տանենք։ Պայմանակի մասը աշտարակի։ Այս պայմանը մենք փուլ 1-ը մոտ 10,000 խորանակ մետր աղբի մասին է խոսքը, որը 207 հեկտար տարածքած մամասում, այսինքն այդ տարածքով ծնված է։ Այդ ծավալի աղբը հիմա տեղափոխում ենք, այդ ծավալի աղբ մոտակա աղբավայրը, որը աշտարակում է, այդ ծավալի աղբը վիճակի է ընդունել, այսինքն օրինական մոտ 500 խորանակ մետր կարողանում ենք ընդունել։ Պետք է հասկանալ, որ դա մի գործողությունով չի լինելու կանգնացնել, պետք է աշխատել, շարունակական աշխատել։ Այս ժամանակաշրջանի հնավայր փաստորեն ոչ թե ժամանակը իմաստում, այլ որ ճարտարապետությունը։ Այսինքն նախակերամիկական նեոլիթի առաջի հնավայրն է, որ մենք այստեղ բացահայտել ենք։ Շատ լավ։ Սա կազմական բակի առաջին մեծ Այսինքն հաշ կտա։ Հա չի, ծածկակի մասում։ Եվ դա սնունդ որը ցույց է տալիս մարդը այստեղ մտածի։ Այո, տաշել է գործը։ Այսինքն այդ բաները առաջին շերտից է գտնվել։ Չէ, հիմնական բաները գտնվել է երկրորդ շերտից։ Հաջողություն։ Հաջողություն ձեզ։